Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով երեկ Գյումրիում եւ Փարաքարում կայացած թիմ ընտրություններին նշել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի, քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը, նպատակ ունենալով ձևավորել նոր հեռանկարներ եւ ամրապնդել գործընկերային կապերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Նախարարները մտքեր են փոխանակել Եվրամիության հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք մեր քաղաքը դաշինքը գլխավորող Մարտուր Գրիգորյանը կմիանա իրեն, հիշեցրել է, որ ինքն ավելի վաղ հայտարարել էր. «Ես խոստացել էի, որ եթե որևէ ընդդիմադիր թեկնածու ինձնից ավելի շատ ձայն ստանա, պատրաստ եմ առածակը կալիքի կանգնել նրա կողքին»։ Հուսով եմ, որ Մարտուն Գրիգորյանն էլ իր խոսքի տերն է, նշել է նա, նաև տեղեկացնելով, որ փոխքաղաքապետի պաշտոնը որևէ մեկին չի տա։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանի միջև, կողմերը շնորհարական ուղերձներ են փոխանակել Ռամադանի տոնի կապակցությամբ։ Նրանք քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ 37-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Մայամիի Մաստերսի եզրափակչում պարտվել է 19-ամյա Յակուբ Մենշիկին, չեխ թենիսիստը 2 սեթերում էլ հաղթել է թայբրեյքում 7-6 հաշվով։ Մենշիկը դարձել է ամենացածր վարկանիշ ունեցող մարզիկն, ով հաղթել է այդ մրցաշարում։